Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գանա։ Ոչ մա ես կար համարեմ կանցնեմ, բարևել չեմ տա։ Այդ ամենամեծ հարվածն է։ Եղավ։ Դու ինձ համար ավելի մեծ ես համարում որպես մեծ մարդ, քան ինքը։ Ասեմ այս ժողովրդին ինչու այս վիճակը ըրիր։ Քեզի մարդիկ եկան, որտեվ վրատ հույսեր տրին։ Ինչու այսպես արիր։ Հայացք ինչու այս իրավիճակին հասցուցիր։ Ուրիշ բան չեմ գնալ ասել։ Ինչու այսպես ըրիր մեզ։ Ես իմ ճանապարհով կկայլեմ։ Չունեք ասելիք, թե Ինչ ասեմ։ Ինչ պիտի ասեմ։ Ասեմ այդ գիրքը քո ընտանիքի աղջիկները կամ Աննան պիտին կարդացել է։ Եթե կարդացել է, էլ ոչինչ չունեմ ասելու։ Իրա գրած գիրքը կամ այդ ով որ խմբագրել է այդ գիրքը եւ տապել է, ես դրան էլ հայ չեմ անվանում, բառեր չունեմ պարզապես ասելու։ Ոնց կարելի է, լսեք, գոնե գինեկոլոգի լեզվով գրեր այդ կանացի սեռական օրգանների անունները կամ չգիտեմ այդ process-ը, որ իրականացրել են, ինչ գալատ են արել, չէր կարելի այդպես, ամոթ է։ Խայտարակություն է սա, խեղկատակություն։ Ես որ հանդիպեմ Նիկոլ Փաշինյանին մի հարց կտամ, կասեմ, եթե դուք ոչ հարգարժան Նիկոլ Փաշինյան, եթե դուք հանդիպեք մինչև 18 թվականի Նիկոլ Փաշինյանի հետ, ձեր մենամարտը ոնց կավարտվի։ Ես այդ հարցը կտամ իրեն։ Ըստ իրեն ոնց կավարտվի այդ մենամարտը երկու Փաշինյանների միջև։ Չեմ ուզում հանդիպեմ ես իրան ընդհանրապես չեմ ուզում տեսնեմ, որովհետև իմ մեջ հոգեվարքի մի այդ տեսակը չգիտեմ ինչ ոնց կարող եմ դրսևորեմ ինձ իրան հանդիպելիս։ Դրա համար ես միշտ խուսափում եմ իրան հանդիպելուց։ Պատկերացրեք նույնիսկ եթե ես իմանամ որ մոտակայքում եթե ինքը գտնում է, ես գտնում եմ դեռ հակառակ բևեռում, որ ես չհանդիպեմ իր հետ։ Որտեվ ասենք իմ այդ բանին չեմ կարող բացատրել ինչ որ կատարումից է։ Որովհետև այն ինքը ինչ որ բերեց այս ազգի գլխին, որը կարող է այս ամեն ինչը լինել առանց զոհերի, ինչպես ինքը ասեց։ Ես այդ հարցը միջև այսօր չեմ կարող մարսել։ Իրոք չեմ կարող մարսել։ Ինձ չկարանամ էլ զսպեն։ Ես դրա համար էլ միշտ փորձել եմ ինքը որտեղ լինի, ես հեռու մնամ իրանից։ Թող եթե ինքը իր ճանապարհով մի քիչ բան է մնացել իրան էլի։ Հուսով եմ որ գիտակից մասան չի ընտրի իրան, ով որ այս հայրենիքի մասին մտածում է չի ընտրի իրան։ Ու կուղենք մեր մեջքը էլի, կգնա ինքը ոնց հասկանում եմ էթալույա, որտեվ արդեն իրան ամեն օր տեղեկություն են հայտնում, որ քո վարկանիշը այս վիճակում է։ Կամաց օրորի վրա մինուս ես գնում։ Տեսանք քանի օքով եկան Էշմիածին, տեսանք ովքեր դիմավորեցին, տեսանք քանի օքով գնաց, ջղայնացած, ներվերը խախտված,